Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 4-ին մասնակցել է միգրացիա եւ քաղաքացիության ծառայության 2025 թվականի կատարողականի քննարկմանը։ Նախարարին է ներկայացվել ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացման ուղղված միջոցառումները պետություն մասնավոր գործընկերություն համագործակցությամբ նախատեսվող միգրացիա եւ քաղաքացիության ծառայության նոր կառուցվածքը։ Նելի Դավթյանի խոսքով միգրացիա եւ քաղաքացիության ծառայության նոր կառուցվածքն ընդգրկելու է քաղաքացիության, ապաստանի տրամադրման, փաստաթղթերի թողարկման, բնակչության տվյալների մշակման, թվային հարթակների կառավարման եւ տվյալների անվտանգության ապահովման ուղղություններով ստորաբաժանումներ։ Արդեն ստորագրվել են մի շարք պայմանագրեր, իրականացվել են կառավարման եւ մշտադիտարկման մեխանիզմների ձևավորման աշխատանքներ։ Ներկայացվել են տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցն ու արդիականացման ծրագրերը։ 22 սպասարկման գրասենյակներից 21-ն արդեն տեղորոշված են։ Քննարկվել են Հայաստան ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Կատարվել են 7 հրանիշներ, ընթացքի մեջ են 10, իսկ 5-ը մեկնարկային փուլում են։ Անդրադարձ է կատարվել անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ծառայությունների մատուցման որակի վերահսկողության մեխանիզմներին, սահմանահատումների պատկերին։ Քննարկվել է բնակչության պետական ռեգիստրի, կենսաչափական նոր համակարգի, տվյալների շտեմարանի, փաստաթղթերի բազայի, միգրացիոն գործերի կառավարման համակարգերի միասնական ենթակառուցվածքի ձևավորման եւ քաղաքացիության դիմումների էլեկտրոնային կառավարման մեխանիզմներին վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար հանձնարարել է մինչև 2026 թվականի ավարտ թվայնացնել միգրացիա եւ քաղաքացիության ծառայության հիմնական գործառույթները եւ մշակել գործիք սահմանների համալիր կառավարման առնչվող ծրագրային ապահովման եւ արդյունավետ կառավարման տրամաբանությամբ։ Նախարարը հանձնարարել է e-gate համակարգի ներդրման աշխատանքները համապատասխանեցնել կենսաչափական համակարգի ներդրման մեկնարկի հետ։ Նախարար Արփինե Սարգսյանը ՊՄԳ ծրագրի շրջանակում այցելել է նաև ներքին գործերի նախարարության մասնավոր գործընկեր Հայփազ փակbaşնետիրական ընկերության ժամանակավոր գրասենյակ, անհատական կենտրոնի շինարարության հարթակում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։ Ներքին գործերի նախարարն է ներկայացվել մասնավորի կողմից սպասարկման կայանի պրոտոտիպային ձևանմուշը։ Ծավալվել է քննարկում։ Հայփազ փակbaşնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ռեժիս Բուշեն ներկայացրել է փաստաթղթավորման համար անհրաժեշտ նախագրանցման գործընթացն ապահովող կայքեջի նախնական տարբերակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանված ժամկետում ավարտին հասցնել մեկնարկած ծրագրերը, քաղաքացիների համար ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան նոր որակի ծառայություններ։ Օրերս համացանցում տեսանյութեր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի տղամարդ Երևանի զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանից մոմակալ գողանում։ Կենտրոնականի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում հաշվառված 50-ամյա տղամարդը։ Նա փետրվարի 5-ի առավոտյան հայտնաբերվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Գողոնը հայտնաբերվել է, տղամարդը ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին ժամը 21:45-ի սահմաններում ազատամարտիկների փողոցում նկատել են Mercedes մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ակնհայտ դրսևորում էր հակաիրավական վարքագիծ, կատարում էր դրիֆտ։ Մայրաքաղաքի պարեկները 31-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին։ Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Մի տեսանյութ էլ տարածվել էր համացանցում, որում երևում էր, թե ինչպես է Նիվայի վարորդը դրիֆտ անում Մարտունի քաղաքում։ Այս դեպքում էլ Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են մեքենան եւ տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, բոլոր իրավախախտները հայտնաբերվելու եւ ենթարկվելու են պատասխանատվության։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։
Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն և չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային և բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից, և արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։